Ինչով կավարտվի տարածաշրջանի գլխին թափվող կրակը, աշխարհը սևեռված սպասում է։ Խաղաղության օրակարգով իշխանության եկած Թրամփը ինչու չկանխեց Իսրայել-Իրան այս բախումը։ Ով է հիմա հետ քայլանելու։ Իրանը, որի ռազմաքաղաքական ղեկավարության զգալի մասը ըստ էության գլխատվեց, ռազմաարդյունաբերական եւ տնտեսական ենթակառուցվածքների հսկայական կորուստներ ունեցավ։ Թե ոտքը հետ կդնի Իսրայելը, որը այնուամենայնիվ չի կարողացել էական վնաս հասցնել Իրանի միջուկային ծրագրին, քանի որ չունի խորքային հասանելիության ռումբեր։ Տեղեկություն եղավ, թե Իսրայելը դիմել է Միացյալ Նահանգներին այդպիսի ռումբեր տրամադրելու, բայց Թրամփը մերժել է։ Սպիտակ տունը տեղնուտեղը հերքեց այդ տեղեկությունը, ու մինչև կպարզվի այս վտանգավոր բախման ելքը, Մեջլիս է գալիս Բաքուն։ Զանգեզուրի միջանցք ասածն են հիշել Ալիևի օգնական Հաջիևի կատարմամբ։ Մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի Զանգեզուրի միջանցքի մասով։ Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են միջանցք բառից։ Ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք։ Լավ, այն անվանեք անցուղի։ Մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի մենք զրկված ենք եղել այդ հնարավորությունից։ Հենց որ լինի Նախիջևանի հետ կապը, ես կարծում եմ, որ այստեղ կարող են բացվել այլ հնարավորություններ Հայաստանի համար եւս, բայց մենք եւս կուզենք տեսնել Հայաստանին որպես հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների մաս։ Այսինքն իբր ընդամենը ճանապարհ են ուզում։ Սա ցինիզմի քրոնիկ դրսևորումն է, ինչ խոսք։ Երևանը պարզ է ասել կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը սուվերենության առաջնահերթությամբ։ Եվ եթե պարզապես ճանապարհ են ուզում, ապա ձայն կհանեն, կարձագանքեն։ Չէ, հիմա Ալիևը սրել է ատամները, բացել ախորժակը, մերձավոր արևելքի երկինքը եռում է, Ալիևը սցենարներն աչքի առաջ հաշվար կանում։ Բաց սցենարը Հայաստանի համար շատ վտանգավոր է, որովհետև եթե Իրանում ապալվեց իշխանությունը, այսինքն խաոս ալինելու ինչ-որ ժամանակ եւ Իրանը չի կարողանալու իր դեպքով դերը տանել մեր տարածաշրջանում, ապա Ադրբեջանը եւ Թուրքիան լայն հնարավորություններ կստանան Հայաստանի վրա հարձակվելու համար։ Բնականաբար մենակ Իրանը չի զսպում այս պահին Ադրբեջանին եւ Թուրքիային, բայց Իրանը արդյունքի պայուն է զսպման մեխանիզմի մեջ։ Եթե Իրանը չլինի, ապա շատ դժվար կլինի իրենք զսպել նոր ագրեսիայի։ Իսրայել-Իրան պատերազմը դերևս կանգնեցնելու հույսեր չկան մեզ համար, Հայաստանի համար։ Երբեք ձեռնտու չի պատերազմի ցկցկվածությունը։ Այսօր մեր ճշնամի պետությունը սպարտողական վիճակի մեջ է։ Նա ավելի հակված է օգնելու Իսրայելին ընդդեմ Իրանի։ Իրանը հրապարակային հայտարարեց, որ եթե որևէ մեկը փորձի աջակցել Իսրայելին, կհամարի իրեն ճշնամի եւ արված կստանա իրենից։ Հիմա մեզ պարզ չի։ Իրանը գիտի արդյոք, որ Ադրբեջանը իր տարածքը տրամադրում է Իսրայելին եւ իր տարածքից Իսրայելը հարվածներ է ուղղում Իրանի վրա։ Մերձավոր արևելքը կրկին մեծ դարձնենք, Թրամփը սա կրկնում է իր նախընտրական պայքարի օրերից։ Հիմա ինչ կա մտքին դժվար է ասել։ Մասնագետները չեն բացառում, որ այս առճակատումն ավելի երկար տևի, որ որևէ կողմը հաղթելու հնարավորություն չունենա եւ ներքաշվեն տևական քայքայիչ պատերազմի մեջ, եթե խոշոր խաղացողները չխառնվեն ու հարցը բանակցային ճանապարհով չլուծվի։ Հույսեր չկան, որովհետեւ այդ հույսերը միայն կարող են իրականանալ Միացյալ Նահանգների կողմից դադարեցնելու համար պատերազմը, օրինակի համար, հորդորելու Իսրայելին եւ Իրանին կանգնեցնելու պատերազմը եւ բանակցությունների ցեղանի շուրջ ուրեմն հավաքվեն լուծելու համար այդ հարցը։ Դա չի երևում այսօր։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն ի դեպ խաղաղությունից խոսեց Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Հենց այս զրույցի ընթացքում է ռուսական կողմը հիշեցրել մի առաջարկի մասին, որն արել էր մինչև Իսրայելի Իրանին հարվածելը, նկատելով, թե այդ առաջարկը կարող է ընդունելի լինել բոլոր կողմերի համար։ Մինչև հեռախոսազրույցը այդ առաջարկը մերժած Թրամփը վերադարձավ խաղաղության օրակարգին մտավախությամբ, որ այս էսկալացիայի ծավալումը կարող է հուժկու հարված լինել իր քաղաքական իմիջին։ Հետո կպարզվի թերևս, մինչև այդ մասնագետները հուժկու մեկ այլ վտանգի մասին են հիշեցնում։ Հնարավոր միջուկային աղետը տարածաշրջանը կարող է ուղղակի Չեռնոբիլ դարձնել։ Սիրունի Շմիրադյան, ժամը լրատվական։